Բարեձեզ թարմացված նորություններով եթերում է Հորիզոն լրատվականը 24 հունիսի չորեքշաբթի։ Այսօր առավոտյան ձերբակալվել է ՀԱԿ միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից, միաժամանակ տեղեկացնելով, որ Չալաբյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Կոմիտեն հայտնել է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Չալաբյանը մայիսին մեկնել եւ հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք իրենց ծառայողական եւ իշխանական լիազորությունները օգտագործելով տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող Հայաստանի քաղաքացիներին մեկնել Հայաստան եւ խորհրդարանական դրություններում քվեարկել ուժեղ Հայաստան դաշինքի օգտին։ Կոմիտեն Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։ Բաքվի վերաքննիչ դատարանում 3 շարունակվել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարների շինցու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Իդեպ 3 նաև լրացել է հայ ռազմագերիների ապօրինի պահպանման 1000-րդ օրը, ինչի առիթով Միացյալ Նահանգների կոնգրեսական հայկական հարցերով խմբի համանախագահ Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ հրավիրվել է մամուլի ասուլիս։ Կարող է արդյոք ամերիկյան կոնգրեսականների նախաձեռնությունը շրջադարձային լինել հայ ռազմագերիների դատավարությունների հարցում եւ ինչից են կախված հետագա զարգացումները։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով երեկվա դատական նիստում, որը անցկացվել է Բաքվի վերաքննիչ դատարանում, հայ գերիներին տրամադրվել են թարգմանիչներ եւ պաշտպաններ։ Նշվում է նաեւ, որ հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ փաստաբանները խնդրել են մեղմացնել իրենց պաշտպանյալների դեմ մեղադրանքները, իսկ մի մասի պարագայում արդարացման վճիռ կայացնել։ Ինչ է այս ամենը նշանակում։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի համոզմամբ ոչինչ։ Սրանք մանիպուլատիվ հնարքներ են, որ եղել են նաև առաջին ատյանի դատարանում։ Այնտեղ են պաշտպանների ներգրավել, հետո փոխել, բայց այդ փոփոխությունը չի բերել իրավունքի ապահովման։ Խնդիրը համակարգային է։ Առհասարակ հանրային պաշտպանի գրասենյակը Ադրբեջանում անկախ չէ, փաստաբանական համայնքը ինքնին պետական բռնաճնշումների ներքո է գործում եւ գրեթե բոլոր անկախ փաստաբանները հետապնդումների զոհեր են եւ պահվում են փակ հաստատություններում կամ վտարանդի գործունեություն են իրականացնում եւ ըստ էության իմ գնահատմամբ առանձին հայտարարություններ, որոնք կոչ են անում դատարաններին կայացնել արդարացման դատական ակտեր, ընդհանրապես ցուցադրում են այդ process-ի կեղծ արդարացի լինելը։ Դերակատար այստեղ ոչ թե դատական, այլ քաղաքական իշխանություններն են։ Ադրբեջանի ներպետական գործընթացներին Հայաստանը չի կարող ներազդել, բայց կարող է հավակնել միջազգայինորեն դրանց ապալեգիտիմացմանը։ Այս ուղղությամբ աշխատանքը նոր չէ, որ տարվում է։ Արդյունքը օրինակ փաստաբանների միջազգային ասոցիացիայի զեկույցն է Եվրախորհրդարանի բազմաթիվ բանաձևերը, որոնք պետք է քաղաքական ազդեցություն ունենան Ադրբեջանի վարքագծի վրա։ Իսկ դատական ակտերը պետք է վիճարկվեն մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նշում է իրավապաշտպանը։ Ադրբեջանը երբևէ համարձակություն չի ունենա սեփական դատարանների միջոցով ամրագրել այն պատմական ճշմարտությունը, որին մենք հասնում ենք միջազգային ատյաններում։ Ադրբեջանը ունի արհեստական կերտված ճշմարտություն եւ առհասարակ պատմության եւ հայերի ինքնության փոխակերպման գործընթացներում է, որը կարծում եմ իրենց հասարակությունում անդառնալի process է եւ միակ հնարավորությունները ես անկեղծորեն տեսնում եմ միջազգային կառույցների ներգրավմամբ։ Այս համատեքստում կարևոր զարգացում կարող է լինել Բրեդ Շերմանի հերթական նախաձեռնությունը, որի մասին նա հայտարարեց հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվան նվիրված ասուլիսում, որը շատ յուրով էր կազմակերպվել։ Շերմանի եւ մյուս ելույթ ունեցողների թիկունքում կանգնած էին հայ պատանիներ, որոնց վերնաշապիկներին հայ ռազմագերիների լուսանկարներն էին։ Բրեդ Շերմանը օրենսդրական առաջարկով Ադրբեջանից պահանջում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ պատանդարված անձանց։
Այս վարչակազմը ձգտում է ապահովել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, սակայն չի կարող լինել կայուն խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի եւ քաղաքական բանտարկյալ ազատ չէ ադրբեջանական բանտերից եւ չի կարող վերադառնալ տուն։ Այսօր հայերը չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ այնտեղ որևէ հայի համար անվտանգ չէ ապրել։ Սակայն առնվազն հայ ռազմագերիները կարող են վերադառնալ եւ վերամիավորվել իրենց ընտանիքների հետ Հայաստանում։ Իմ առաջարկած փոփոխությունն արտացոլում է հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ աճող միջազգային համաձայնությունը։ Պետք է սպասենք եւ տեսնենք, թե այս նախաձեռնությունը մինչեւ որ կետ կարող է հասունանալ արդյոք այնքան մեծ է աջակցությունը, որ մենք կարող ենք ունենալ նաեւ օրենք, թե ընդհանրապես կունենանք քաղաքական դիրքորոշումներ օրենսդիր մարմնի։ Բրեդ Շերմանը նախկինում եւս ներկայացրել էր այս առաջարկը, այժմ որոշ փոփոխություններ են կատարվել ամերիկացի կոնգրեսականի պնդմամբ, հանձնաժողովի նախագահը աջակցել է այդ փոփոխություններին, որոնցով նշվում է, որ Ամերիկան պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները հասնելու ռազմագերիների ազատ արձակմանը։ Կարող ենք այս դեպքում ասել, որ հիմա նախաձեռնությունը առաջ մղելու շանսերը եւ նպաստող հանգամանքները ավելի մեծ են։ Կարծում եմ, այո, քանի որ կա խաղաղության գործընթաց, որտեղ առանձնակի դերակատարում ունի հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը, իսկ մարդու իրավունքների շարունակական խախտումները դրանք հակահամակարգային են խաղաղության ջանքերին, իմ գնահատմամբ ԱՄՆ վարչակազմի պատասխանատվությունը այստեղ շատ բարձր եւ առանձնահատուկ է։ Որպեսզի նախաձեռնությունը դառնա օրենք, պետք է նախ ընդունվի կոնգրեսում, ապա սենատում, հետո ներկայացվի նախագահի վավերացմանը, որը ունի նաև վետոյի իրավունք։ Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ մեծ ու կարևոր են նաև Ամերիկայի հայ համայնքի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության դերերը այս հարցում։ Արտակ Հովհաննիսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հրատապ քննարկումներ են Գյումրիում փողոցաշինական նոր ծրագրի շուրջ, որով նախատեսվում է հիմնանորոգել ընդհանուր 15 կիլոմետր երկարության ճանապարհահատված։ Հիշեցնենք, Գյումրիի փողոցների խայտառակ վիճակին գործադիրի նիստում ճեպազրույցներում մի քանի անգամ անդրադարձել է վարչապետ Փաշինյանը։ Մեկ ամսից մեկնարկող ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է պետական միջոցներով։ Դրան զուգահեռ պետական եւս մեկ 25 կիլոմետր երկարության ճանապարհների ասֆալտապատման ծրագիր է մշակվում, որի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։ Հրատապ քննարկման օրակարգում հայտնված 15 կիլոմետր երկարության ճանապարհահատվածի նորոգման ծրագրում, որ փողոցներն են ընդգրկվելու, ցանկը կազմելու համար քննարկումներին քաղաքային ու մարզային կառույցների պատասխանատուների հետ մասնակցում են ճանապարհային դեպարտամենտի մասնագետները։ Ցանկը դեռ պատրաստ չէ, բայց հստակ է, որ ծրագրում ոչ կենտրոնական, բայց կարևոր նշանակության փողոցներ են ընդգրկվելու։ Մոստիտեգիցորելար Տիգրան Մեծի ռեստորանով աճերեցին, կուկանք, Սվետախորից 10-րդ դպրոցի ծախով կիշնիկ կուկանք կբնինքը պանին, ֆարեսինես է պան սիտի խաշմերուգին թազա երած, դիք ֆարեսկերնի։ Չեմ կարող քանակ ասել փողոցների, որտեվ մենք նախատեսել եմ ես, որ մենք ունենալու ենք քաղաքի տարբեր հատվածներում այդ փողոցները, չեն կենտրոնանալու միայն քաղաքի կենտրոնին, արդեն մուշ թաղամասնել է ներգրաված են ամենամեծ չարչարված ու տանջված կոմբինատ թաղամասնել է ներգրաված, ավտոկայանն է ներկայացված։ Ծրագիր ընդգրկվող փողոցները պետք է չունենան ներքին կոմունիկացիայի խնդիրներ, այս հարցերն են հստակեցնում ջրմուղի, Էլցանցի եւ այլ կառույցների հետ։ Ընդհանուր 15 կիլոմետր երկարության փողոցները որոշելիս Դավիթ Արուշանյանը շեշտում է. ծանոթ բարեկամի թաղամասով չեն առաջնորդվելու, ինչը ըստ նրա մինչև հիմա այդպես է տեղի ունենում։ Ինչ է եղել նախկինում, այս մեր բավականու փողոցն է բերեկես անենք, այն մյուսը մեր գործընկերոջ փողոցն է, մյուսը մեր ծանոթի փողոցն է, մյուսը անձամբ մեր փողոցն է, բերեկանենք ու քաղաքի տարբեր հատվածներ փողոցներ կան, ասենք այ փողոցի 1 կիլոմետրանոց փողոցի 300 մետրն է ասֆալտ արած, մինչև որ իրան ծանոթի տունը բրձել է, չի լինում այդպես։ Մեկ ամսից հրատապ ծրագրի մեկնարկ է նախատեսված, կարճաժամկետ գործընթացը վերաբերում է նաև շինմրցույթների անցկացմանը։ Հետաձգելու տարբերակները Շիրակի մարզպետը բացառում է, ըստ այդմ 15 կիլոմետր երկարության փողոցաշինության ծրագիրը պետք է ավարտվի ընթացիկ տարում։ Երկուսն է գործնական փուլ է, երկուսի վրա էլ աշխատանքներ տարվում են, իսկ բուն գետնի վրա քաղաքացիները երբ են տեսնելու, մոտ 1 ամսվա աշխատանքներ ունենք, մինչև մրցույթներ տեղի ունենան։ Գործնական փուլում գտնվող երկրորդ ծրագիրը 2027 թվականի համար է։ Դարձյալ պետության ֆինանսավորմամբ այս տարվա ծրագրի համեմատ ծավալներն ավելի մեծ են լինելու։
Այս դեպքում ընդհանուր 25 կիլոմետր երկարության փողոցների հիմնանորոգման մասին է խոսքը։ Ծրագրում են լինելու քիչ բնակեցված թաղամասերի փողոցները, որոնք ունենալու են քաղաքը երթևեկությունից բեռնաթափելու նշանակություն։ Մենք 27 թվականի այդ 25 կիլոմետրի մեջ նաև նախատեսել ենք այնպիսի փողոցներ, որ երևի վերջի անգամ այդ կոմերով մեքենաները մտել են սովետի ժամանակ երկրաշարժից առաջ, բայց իրանք շատ կարևոր փողոցներ են եղել, մենք այդ նման փողոցների մի նախատեսում ենք, որ հիմնանորոգում անենք, որտեղ էական էլ չի այդտեղ բնակչությունը շատ է, թե քիչ է, բայց ինքը քաղաքը լիցքաթափող փողոցներ է։ 2 տարում փողոցաշինական 2 մեծ ծրագրերը վարչապետի հանձնարարությամբ եւ նրա անմիջական վերահսկողությամբ։ Ժամկետներում սկսելու խնդիր է դրված նաեւ անի եւ ավստրիական թաղամասերում։ Վզեբի Գյումրիի քաղաքային ճանապարհներ ծրագրի 2 տրանշները կառավարությունն ավելի վաղ էր հաստատել։ Իրականում ավստրիական անի թաղամասերի վիճակը բառերով նկարագրել հնարավոր չէ, մեր հեռուստադիտողներն էլ Երևանի կամ մյուսի որ տեսնեն, իրանք մտածեն ուղղակի վատ վիճակ է։ Ուղղակի վատ վիճակը մեղմ ասած վիճակ է ավստրիական անի թաղամասի բագերի փողոցների վիճակը։ Վարկային միջոցներով իրականացվելիք միջազգային ծրագիրը այլ չափորոշիչներ է թելադրում, որոնք եւս փողոցաշինական ծրագրի մեկնարկը հետաձգելու պատճառներից են։ Շինարարությունը սկսելու նոր ժամկետը 2027 թվականն է։ Այս պահին աշխատանքային տեմպերը դանդաղել են Շիրակացի փողոցում, որը հիմնանորոգվում է պետական միջոցներով։ Պատճառը 4 տարի առաջ կազմված նախագծում կատարված փոփոխություններն են։ Շիրակացի փողոցի մոտ 2.5 կիլոմետրի շինարարությունը 2027-ին կավարտեն։ Միևնույն ժամանակ առաջարկ կա մեկ այլ ծրագրով սկսել միջպետական նշանակության փողոցի մյուս 2.2 կիլոմետրի հիմնանորոգումը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Փողոցների եւ քաղաքային տնտեսության այդ ճյուղերի վատ վիճակը քաղաքի ոչ նորմալ չհամագործակցված կառավարման հետևանք է։ Շիրակի մարզպետի գնահատմամբ թիմ արտահերտ ընտրությունների անցկացումն այս պահին անհրաժեշտություն է։ Մեզ հետ ունեցած հարցազրույցում Դավիթ Արոշենյանը անդրադարձել է վարչապետի այս հարցի շուրջ հայտարարությանը։ Քաղաքապետը չկա, կա ժամանակավոր պաշտոնակատար։ Ժամանակավոր պաշտոնակատարը մի չգիտեն պատգամավոր է դառնում, թե չի դառնում։ Քաղաքապետարանի մեջ աշխատակիցները չգիտեն ինչ իրավիճակ է այդտեղ ստեղծել։ Քաղաքացիների մոտ նույնն է։ Մենք այսօր մի կենտրոնացեք աղբանության կամ մյուսների վրա։ Քաղաքը վերջը քաղաքապետարանը մարմին է կառուցել, որը պիտի շնչի քաղաքի հետ։ Մենք չենք ամեն անգամ ասում աղբը լավ է հավաքում կամ աղբը վատ է հավաքում։ Քաղաքապետարանի գործը աղբը լավ, հավաքել վատ, հավաքելը չէ մենակ։ Քաղաքապետարանը քաղաքի հետ հավասար պիտի շնչի։ Մենք մի սկզբունք ունենք, որ ամբողջը բնականաբար լինելու է օրենքի սահմաններում, այն ինչ գործողություններ հետագայում տեղի են ունենալու, լինելու են Հայաստանի Հանրապետության օրենքների իրավազորության տակ, պլան, որպես այդպիսի սցենարներ մենք չենք կծում, որ ասենք տարբեր սցենարներ ունենք, տարբեր քննարկումներ ենք ունենում, բայց այն որ խնդրին լուծում է պետք տալ, խնդրին լուծում է պետք տալ ու այդ ուղղությամբ ինչ որ մի X օրի այդ խնդրի լուծում կստանա վստահեցնում եմ։ Ինտենսիվ տեղումներն այս տարի նպաստեցին ջրային պաշարների համալրմանը։ Ջրի ծավալները զգալիորեն ավելացել են Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում, նախորդ տարվա համեմատ մի քանի միլիոն խորանարդ մետրի տարբերությամբ։ 8.2 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Մանթաշի ջրամբարում գերլցվածություն է, ինչի պատճառով այս օրերին ջրթող է կատարվում։ Ջուրն ուղղում է Վարդաքարի ջրամբար, որտեղ եւս ջրի պաշարները հասել են թույլատրելիի առավելագույն սահմանին։ Այս տարի մարզի գրեթե բոլոր ջրամբարներում բավարար քանակով ջուր կա կուտակված։ Հիմնականում Ձնհալի եւ առատ տեղումներից սնվող Վարդաքարի ջրամբարում, որը գրեթե միշտ թելլեզվածության խնդիր ունի, այս տարի լցված է առավելագույն չափով՝ 4 միլիոն 200 հազար խորանարդ մետրով։ 5 միլիոն խորանարդ մետր ընդհանուր տարողության Վարդաքարի ջրամբարում ջրային պաշարները հատել են առավելագույն թույլատրելի սահմանը։ Մարդիկ ասում են երկար ժամանակ բերնեբերան լցված վիճակ չէին տեսել ջրամբարում։ Գոռ Մելիքյանը ձուկ որսալու համար մարզի բոլոր ջրամբարներում է լինում ամեն տարի։ Ձկնորսությունն իր սիրելի զբաղմունքն է ավելի քան 20 տարի։ Այս տարի Հանիսարն աղբյուրի մոդն է, երևի այնտեղ չեք եղել։ Այն կողմեն է լավ։ Ջուրը լսված։ Կարմիր վանկի կողից էլի բաց եկալ է։ Թողում են որ չասնի մոդակայի տներ։ Ամեն օր տասնյակ ձկնորսներ իսկ ավելի շատ հանգստյան օրերին տեղավորվում են ջրամբարի ափամերձ հատվածներում, պատվարից անվտանգ հեռավորության վրա։
Շատերը գալիս են հաջող որսի ակնկալիքով, մյուսները պարզապես վայելելու ջրամբարի անսովոր լիքը ու տպավորիչ տեսարանը։ Այցելուները ոչ միայն Շիրակի մարզից են, Վարդաքարի ջրերում հիմնականում ծածան եւ արծաթափայլ կարած տեսակի ձկներն են հանդիպում։ 3-400 գրամ։ Սազան է։ Իսկ խոշորել եք բռնել։ Դու 3 բռնեցի նստան է 5-6 կիլոնոց։ Որսից հետո որսորդների ճիշտ ու սուտը բռնելու համար նրանց նման որսի գնալ է պետք, բայց հաստատում են, որ այս ջրամբարից 5 կիլոգրամանոց ձկներ շուտ են դուրս բերում։ Վարդաքարի ջրային պաշարներից օգտվող 5 գյուղերի համար այն կենսական նշանակության է։ Ամեն տարի ոռոգման սեզոնին գյուղացիները բախվում են ջրի պակասի եւ մատակարարման խնդիրների։ Այս պահին կուտակված պաշարը գյուղացիներին հույս է տալիս, որ ոռոգման շրջանում մեծ խնդիրներ չեն ունենա։ Կես տարի ավելի շատ է ջուրը, ամեն տարվա համեմատ։ Բայց դե մեր գյուղի համար օգուտ չէ։ Հնարավոր չէ ջուրը վերև հանել, չգիտեմ։ Բոմբակայանը ինչ որ աշխատում է, սիսո չի աշխատում։ Չգիտեմ, այսօր գյուղի ջրամբարից չենք օգտվել։ Չի արտարացնում էլի ասոսներ։ Մանտաշի ջուրն է գալում, աղբերի ջուրն է, կալոդեսները, կիամինաղի մանտաշը, զբարոսերը պոլնի ջուր է գալում։ Մեր գյուղը սնվում է Վարդաքարի ջրամբարից բոմբակայանի միջոցով։ Մենք համոզված ենք, որ այս տարի նորմալ կատարելու ենք այդ ոռոգման process-ը, ուղղակի անհրաժեշտ անվտանգության կանոնները պահպանել, որպեսզի կարողանանք խուսափենք պարտություններից, ջրի ծավալի հետ կապված, էլի։ Վարդաքարի ջրամբարի լցվածությունը մարզի մեկ այլ Մանթաշի ջրամբարի պաշարների հաշվին է նաև։ Գերլցվածության պատճառով Մանթաշի ջրամբարից այս օրերին մեծ քանակության ջրթող է կատարվում։ Մասնագետները այս վիճակը կանխատեսել էին, հաշվի առնելով Արագած լեռան լանջերին եղած ձնածածկույթի արագ հալչելը։ Միևնույն ժամանակ Վարդաքարի ջրամբարի տեխնիկական հնարավորությունից ու անվտանգ շահագործման պահանջներից ելնելով այստեղից էլ որոշակի ջրի ծավալ ուղղվում է դեպի Կարկաչան-Կետակ, սրանով կանխելով հեղեղումների հավանականությունը։ Մանտաշը մեր ինտեգրացիան տակ չէ, բայց քանի որ մենք կանխատեսում ենք, որ կլինի նման դեպք, դրա համար Վարդաքարի ջրամբարը արդեն մի շաբաթ է 1000-1500, այսօր արդեն 2000 լիտր բաց ենք թողել, որպեսզի կարողանանք բալանսը պահենք։ Մեզ տեղեկացրել են նախքան ջրթողը, այս մեր շրջանի բոլոր գյուղերին, որոնց միջով անցնում է Մանտաշի այդ գետը, տեղեկացրել են, որ մոտակա օրերին սպասվում է արդեն։ Մենք էլ բնակիչների մեջ բացադրական աշխատանքներ տեղեկացրել ենք, որ երեխաներին հատկապես հեռու պահեք այդ շրջանից, որպեսզի դժբախտ դեպքերից խուսափեն։ Վարդաքարի ջրամբարում այս պահին նախորդ տարվա համեմատ շուրջ 1.400.000 խորանարդ մետրով ավելի ջուր կա։ Ջրային պաշարների զգալի աճ է գրանցվել մյուս ջրամբարներում ևս։ Սառնախորի ջրամբարը 1.100.000 գրանցել տարի էր, այս տարի 2.800.000։ Իսկ Արնուտի ջրամբարի տարողությունը 23.900.000 է, այս պահին 17.000.000 լցվածություն ունենք, որը համարվում է նորմալ բավարար ոռոգման սեզոն սկսելու համար։ Ջրի ծավալների ավելացումը գյուղատնտեսությանը օգուտ է ու վնաս չէ, բայց վնասակարն ու վտանգավորը ջրամբարներ լցվող աղբն է։ Վարդաքարի ապամերձ հատվածներում լիքը պլաստիկե շշեր են, ապակե տարաներ, սննդի ու կենցաղային այլ թափոններ։ Աղբի քանակն ավելանում է ձկնորսության եկողների ու հեղեղատարներով գյուղերից հասնող թափոնների պատճառով։ Գալում են հաց ու դմեն, մաքրեց, ով չէ, գալում լսում ես պես։ Առնում եք խոզանոց։ Շիշու, ինչ ես։ Էլ մուսորները չեն լացում մարդիկ, հանում լացում են զիբլնոց են սարքում է դելի։ Դորից սեսեք ու կանչ չի գա։ Բա, ետ ամենացավալի կողմն է մեր, մենակ այդ Վարդաքարինը չէ, ամենացավալի կողմը նաև շիրկանալն է, որ արհեստական կանալ է տեղափոխում ենք ջուր, այդ ջուղերը, հացիկը, վարամավերտը, կապսը, լրիվ ահավոր վիճակ է, խնդրեմ մեր ազգաբնակությունն աղբը չնետել կանալները, ափսոս է, այդ ամբողջ աղբը գալիս է ջրամբար։ Սելավատարներ թափվող աղբը հետո պատճառ է դառնում խցանումների։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ցանկատարածքներն են ջրածածկ լինում։ Տեղումն առած օրերի պատճառով ոռոգման սեզոնը եւս հետ է ընկել։ Շիրակ ջրօգտագործողների ընկերության հետ այս պահին ընդամենը 1 ոռոգման պայմանագիր կկնքված 2200 հեկտար հողատարածքի համար։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։
Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունից Միացյալ Նահանգների նախագահը դեռ գոհ է, բայց եթե չկատարվեն պայմանները, ապա չի բացառում ռազմական գործողությունները։ Փոխարենը Սենատը հաստատել է ներկայացուցիչների պալատի բանաձևը, որը փորձում է կանխել ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո որոշ հարցերում դեռ անորոշություն է պահպանվում։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է անսահմանափակ ժամանակով միջուկային ստուգումների անցկացմանը։ Մինչդեռ Թեհրանը հայտնել է, որ բանակցություններում նման զիջում չի արել, հարցականի տակ դնելով երկու երկրների միջև կնքված փաստաթղթի կենսունակությունը։ Այդուհանդերձ Փենսիլվանիայում իր ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները լավ են։ Մենք բավականին լավ հարաբերությունների մեջ ենք։ Իրանը հիանալի է պահում իրեն։ Ես նկատի ունեմ, եթե Իրանը ողջամիտ եւ իմաստուն պահի իրեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ավարտել գործը, իսկ դրա համար հնարավոր է պահանջվի 1 շաբաթից պակաս ժամանակ։ Կարծում եմ նրանք կանեն այն, ինչ հարկն է, քանի որ մենք ցանկանում ենք հասնել դրան։ Ստուգումների մեխանիզմի հետ կապված խնդրին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք գիտենք, թե ինչ են նրանք համաձայնել անել։ Հիմա կամ կկատարեն այդ պայմանավորվածությունները կամ ոչ։ Իսկ եթե չկատարեն, նախագահը ստիպված կլինի որոշումներ կայացնել։ Ռուբիոն այս հայտարարությունն արել է Աբու Դաբիում, որտեղից սկսվել է նրա մերձավոր արևելյան ճամփորդությունը։ Իսկ դա կապված է Իրանի հետ եւ կոշտ առաքելություն չէ։ Բանն այն է, որ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի որոշ կետեր, այդ թվում Իրանի վերականգնման համար մոտ 300 միլիարդ դոլարի հիմնադրամ ստեղծելու գաղափարը անհանգստացրել է Պարսից ծոցի երկրներին։ Այդ երկրները, որոնք աջակցում էին Միացյալ Նահանգներին պատերազմի ժամանակ, հուշագրից որոշակի հիասթափված են, կարծելով, որ առաջարկվող 300 միլիարդ դոլարի վերականգնման հիմնադրամը Իրանը կարող է օգտագործել իր ռազմական ներուժը վերակառուցելու համար։ Բացի այդ, համաձայնագիրը չի անդրադառնում Թեհրանի բալիստիկ հրթիռային ծրագրին, ինչը լուրջ անհանգստության աղբյուր է Պարսից ծոցի երկրների համար, որոնցից յուրաքանչյուրը պատերազմի ընթացքում ենթարկվել է իրանական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Այս մասին նշում է Reuters-ը։ Եվ ահա Մարկո Ռուբիոն նախարարական Միացյալ Էմիրություններ, ապա Բահրեյն եւ Քուվեյթ այցերի ժամանակ քննարկելու է այս հարցերը։ Անկասկած այդ հարցը կբարձրացվի մեր քննարկումների ընթացքում։ Մենք այստեղ ենք ավելի շատ նրանց լսելու, քան խոսելու համար։ Մենք ցանկանում ենք լսել նրանց մտքերը եւ համոզվել, որ դրանք հաշվի են առնում յուրաքանչյուր մեր որոշման մեջ։ Միացյալ Նահանգների ներսում առանց այդ էլ պատերազմի հարցում ներքին աջակցությունը շատ մեծ չէր, եւ այդ ամենի ֆոնին նախ ներկայացուցիչների պալատը, ապա նաեւ Սենատը հավանություն է տվել մի բանաձևի, որը վերաբերում է պատերազմը դադարեցնելուն եւ կոչ է արվում վարչակազմին դուրս բերել ամերիկյան զորքը։ Reuters գործակալությունը նշում է, որ քվեարկության արդյունքները արտացոլում են Իրանի պատերազմի հարցում Միացյալ Նահանգների ներգրավվածության շուրջ անհանգստությունը նույնիսկ Թրամփի հանրապետական համախոհների շրջանում։ Սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունել են բանաձև, որը նախագահին կոչ է անում համաձայն պատերազմական լիազորությունների մասին օրենքի դուրս բերել ամերիկյան զինված ուժերը ռազմական գործողություններից։ Սակայն դեռևս պարզ չէ, թե այդ քվեարկությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ հակամարտության ընթացքի վրա։ Բանաձևը խորհրդանշական բնույթ ունի։ Ամերիկյան լրատվամիջոցները նկատում են նաև, որ նվազում է Միացյալ Նահանգների նախագահի վարկանիշը եւ ամենայն հավանականությամբ այն կանդրադառնա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա։ Տիսնե Ալոգուլյան, Հորիզոն։ Այժմի նորություններն այսքանն էին, առավել ընդգրկուն տեղեկատվությանը հետևեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոչակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։ Գյումրի, մի կորցրեք հնարավորությունը։ Վարդանյան եղբայրների կրկեսը շարունակում է իր հյուրախաղերը Գյումրիում, սակայն մնացել են ընդամենը հաշված օրեր։ Մինչև հունիսի 28-ը դուք դեռ կարող եք վայելել հիասքանչ շոուն՝ լի համարձակ ակրոբատիկ համարներով, զվարճալի ծաղրածուներով, անակնկալներով եւ անմոռանալի տպավորություններով։ Եթե դեռ չեք հասցրել այցելել, հիմա ամենահարմար ժամանակն է։ Իսկ եթե